Բարևներ ձեզ, փոքրիկ անդրադարձ եմ ուզում կատարել Իրանում տեղի ունեցող իրադարձություններին եւ դրանց կապի հետ Նետանյահուի անցկացրած այցի Նետանյահուն ամանորին գտնվում էր ԱՄՆ-ում, ամբողջ իր գործունեությունը այնտեղ եղել է Իրանի դեմ հարձակման լոբինգը, ու որ ԱՄՆ հանձինս ԱՄՆ նախագահի հանձն առնի եւ դա հանրայնորեն հայտարարի, որ Իսրայելը եւ ԱՄՆ միասին հարկ եղած դեպքում ԱՄՆ հանուն Իսրայելի հարված կհասցնի Իրանին, շատ այսպես մտերմիկ է անցել այդ այցը, որտեղ Ֆլորիդայում գտնվող Տրամպի տանը Մար-a-Լագոյում Նետանյահուի հետ միասին են դիմավորել նոր տարին, հսկայական հանդիպումների շղթա, լոբիստական կազմակերպությունների հետ, կոնգրեսմենների հետ, մամլոմիջոցներում հսկայական PR արշավ, ամեն կարգի որակումներ Իրանի հասցեին Հեզբոլլայի, Համասի, որոշ չափով Վենեսուելայի, տողատակերով այնտեղ միշտ ընթանում է ամբողջ տարածաշրջանը Մերձավոր Արևելքը, տողատակերում գնում է Թուրքիա, Ռուսաստան հարաբերությունները, կենտրոնանանք սակայն Իրանի վրա, որովհետև այդ ամբողջ այցին զուգահեռ տեղի են ունենում սկզբում մանր-մունր ցաքուցրիվ ցույցեր Իրանում եւ հետո արդեն այդ ընթացքում գնալով որքան ԱՄՆ-ում քաղցրացան Նետանյահուի եւ Տրամպի համատեղ կենացները, այնքանով ավելի այսպես բուրըն դարձան ցույցերը եւ այնքանով ավելի սկսեցին արդեն իսրայելցի պաշտոնյաները անընդհատ մեջբերումներ կատարել, ցույցերին հղումներ կատարել, սպառնալիքներ հնչեցնել Եվ ուզում եմ դրանց մասին խոսել, որովհետև ես փոքրիկ այսպես վերլուծական ռուսերեն լեզվով ներկայացրել եմ, որը ընդհանրապես փոխանցում է այդ կողմերի, այսպես տրամադրվածությունը, ինչ է ցանկանում Իսրայելը, ես նշել եմ դեկտեմբեր ամսին, նոյեմբեր ամսին, որ այո, Իսրայելը ցանկանում է պատերազմի վերսկսում Իրանի հետ, ավելի մասշտաբային, որ դատելով նրանց գործունեությունից Իրանում տեղի ունեցող ռազմական նախապատրաստություններից, որոշակի նաև ռազմական բարձրաստիճան գործիչներին փոխարինելով այլոց հետ, նոր անձեր նշանակելով, նաև զինատեսակներ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնություն Իրան, Չինաստան Իրան փոխհամագործակցության շրջանակներում որոշակի ռազմական սեգմենտի առաջընթացներ ցուցադրելով, դրան զուգահեռ Իսրայելը եւ ԱՄՆ միասին վարում են հստակ ագրեսիայի քաղաքականություն, Վենեսուելան այդ ամենի հետ կապված է, այդ մասին խոսել եմ, ինչպես է միասին կապված, դե համար պատահական չէր նաև, որ Նետանյահուն մի քանի անգամ կրկնեց, որ Իրանը Վենեսուելայից սերտ համագործակցում է, դրանից օգտվում են Հեզբոլլան, դրանից օգտվում են Համասը եւ այդ բոլոր տարրերը միասին այսպես տեղափոխվելու են ԱՄՆ-ի ներսում ինչ որ շատ վատ բաներ են անելու, դրա նախերգանք որպես օգտագործվել էր Ավստրալիայում տեղ ունեցած ահաբեկչական գործողությունները հրեական նոր տարվա ժամանակ, որը հետաքրքիր այսպես էլեմենտներ ունի, ովքեր ավելի խորապես ուսումնասիրում են թեման, վստահ եմ դիտում եք նյութերը, վերլուծությունները, եթե ոչ կարդացեք, դիտեք YouTube-ում հատկապես ովքեր են այդ ահաբեկչության մասնակիցները, ինչ էր կատարվում եւ ինչպես է հատկապես ամենակարևորը, ինչպես է ընթանում այդ իրադարձությունների ներկայացումը մեդիադաշտում եւ հետո ինչպես է Նետանյահուն օգտագործում դա ներկայացնելու, որ այս կամ այն տարրերը, որոնք ընդհանրապես ոչ Հեզբոլլայի, ոչ Համասի, ոչ Իրանի հետ կապ չունեն, ինչ որ ձևով ներթափանցելու են ԱՄՆ եւ մեծ վնաս հասցնեն, բնականաբար ամենաքաղցր կենացը այդ շարքում այն է, որ Իրանը միջուկային զենք է պատրաստում, եթե ասում է ունենա Իրանը միջուկային զենք, ապա այդ զենքը կհասներ նաև ԱՄՆ, դա շատ մեծ վտանգ է, նորից ներկայացվում է եւ Տրամպը կրկնում է, որ արդեն պաշտոնապես հայտարարում է միասնական մամլո ասուլիսի ժամանակ, որ եւ որ լրագրող իրեն հարց է տալիս, եթե նրանց բալիստիկ հրթիռների ծրագիրը, միջուկային զենքի ծրագիրը, եթե Իրանը շարունակի զարգացնել, ապա դուք ինչ կանեք, կսատարեք Իսրայելին, նա իր ոճի մեջ ասում է, որ ինքը ամբողջ այսպես դժոխքը բաց կթողնի Իրանի վրա, եթե տենց բան իմանա, հետո այդպես սպոնտան իրար խառնվող
սահմանված բառերով ասում է, ինքը արդեն այդպիսի լուրեր ունի, որ Իրանը ինչ որ այդ որակի գործողություններ արդեն իսկ անում է, իսկ դա շատ վատ է, միևնույն ժամանակ նշում է այդ արդեն ծամծմված 2 տարի շարունակ արտահայտությունը, իրանական կողմը ցանկանում է մեզ հետ բանակցել, մենք չգիտեմ, այն ժամանակ եթե բանակցեին այդ 12-օրյա պատերազմն էլ չէր լինի, բայց դե հիմա կտեսնենք բանակցում ենք թե չէ, բարբերաբար ԱՄՆ-ն միշտ այդպիսի հայտարարություններ անում է, դա ամենևին չի նշանակում, որ նման բանակցություններ գնում են Իրանի արտգործնախարարությունը, տարբեր անպատասխան պաշտոնյաները միշտ հայտարարում են, որ չկան որևէ որակի ուղղակի բանակցություններ, այլ կան նույն միջնորդավորված բավականին սառը, բավականին տեղում դոփող եւ հետընթաց ավելի շատ ապրող բանակցային ինչ որ գործընթաց, որտեղ ինչ որ բաներ փոխանակվում է, բայց այսպես համապարփակ բանակցություններ հատկապես միջուկային ծրագրի շուրջ եւ այլն տեղի չի ունենում եւ բնականաբար հիշեցնեմ, որ այս ամբողջ ընթացքում տարեր եղել է, երբ որ օրինակ Թուրքիայի հետ սահմանի հատվածից ինչ որ զենքերի փոխադրման փորձեր են կանխվել Իրանի սահմանապահ զորքերի կողմից, որ 12-օրյա պատերազմից հետո բազում անգամներ Իրանի ուժային համակարգը ծանրաբեռնված աշխատում է, որպեսզի օտար գործակալական ցանցերի ներազդեցության տակ գտնվող գործակալների որջերը բացահայտեն, զինատեսակներ խլեն, մոլոտովներ, զենքեր եւ այլն, դրանք ուրեմն ապակայունացնող տարրեր են, որոնց մասին բազմիցս խոսել եմ, որ ստրատեգիան այն է, որ ներքին ապակայունացման բավականին զանգվածային ալիք արտնանա, տնտեսական ինֆլյացիայի հողի վրա, ապա այդ ցույցերում ներթափանցեն այդ ներազդեցության գործակալների խմբերը իրենց զենքերով, իրենց ուղղորդողներով եւ սկսվեն ահաբեկչական որոշակի գործողություններ մինչ այդ խաղաղ ցուցարարությամբ իրենց կարծիքը արտահայտող քաղաքացիների շարքերում։ Ուկրաինայի սցենարում ենք դա տեսել եւ կտեսնեք Թավշյա հեղափոխությունների փորձերի ամբողջ դասագրքի մատչաստը հենց այս օրերին, այս 10 օրերի ընթացքում, որ տեղի ունենում Իրանում եւ անընդհատ Նետանյահուն էլ, Մոսադն էլ նույնիսկ այսօր ստատուս է գրել, Իրանի պաշտպանության նախարարը, արտգործնախարարը, Սփյուռքի նախարարը, տրանսպորտի նախարարը անընդհատ այտենց նշում են, որ իրենք Իրանի ցուցարարների կողքին են, նրանք պաշտպանում են այդ ցուցարարներին, որ Իրանի ժողովուրդը պետք է ոտքի կանգնի, պետք է գնա ինքնազոհողության եւ այլն, այս հեքիաթները, որպեսզի դեմոկրատական դառնա Իրանը, հիմնական տարրը Թավշյա հեղափոխության դասագրքի ամենառաջին տարրն է, որ նրանք իրենց հարձակումները, այդ բջիջների հարձակումները կազմակերպել են հենց ուղղված ուժային կառույցների ոստիկանությունների դեմ շրջաններում, ոստիկանությանն հարված հասցնում, կամերաների առջև հատկապես վայրագ կերպով հարձակվում ոստիկաններին ծեծ ու ջարդի են ենթարկում, արուն լվա են անում, բերանն են ջարդում եւ հայտ են ներկայացնում, որ իրենք այդ ոստիկանության արսենալում գտնվող զինատեսակները վերցնելու համար են այդտեղ գտնվում եւ իրենք գրավելու են այդ ոստիկանական ցանցերը, դա տարածվում է, կադրեր են տարածվում, ընդ որում այդ կադրերը տարածելիս նաեւ շատ զուգակցվում է բավականին ֆեյք կամ անցյալ տարիներին տեղի ունեցած ցույցերի ինչ որ կադրեր, միաժամանակ ներկայացվում էին շատ այսպես դինամիկ կերպով հրապարակվող վիճակագրական տվյալներ, ըստ որի ներկայացվում էր, որ միգուցե գնալով 10 օրվա մեջ փորձ այսպես ցուցարարների քանակը գնալով իջնում է, բայց վայրագությունների, բռնությունների որակը, ոճը, հետևանքները ավելի խրթին են դառնում, այսինքն գնալով արյուն է թափվում, որտեղ ինչքան շատ արյուն թափվեց, այնքան այդ ալիքը ավելի մեծ է լինելու, քաոսը ավելի մեծ է լինելու, այսինքն այդ նպատակն են իրանք հետապնդում, որպեսզի ներքաղաքական ապակայունացման պայմաններում քաոսը ստեղծի այնպիսի իրավիճակ, որ ինչպես որ Նետանյահուն էր ԱՄՆ-ում նշում, բժշկյանի կառավարությունը օրինակ հրաժարական տա կամ ցուցարարներն հեռացնեն իշխանությունից եւ այլն։ Թուրքիայի սահմանի վրա հատվածը ինչու նշեցի, այնտեղից փորձ է արվել ինչ որ բաներ անցկացնել, որովհետեւ հիմնական ցուցարար սեգմենտը արևմտյան կողմերում է գտնվում, այդքան ոչ հյուսիսում,
կամ հյուսիս-արևելքում, կամ հյուսիս-արևմուտքում, այսինքն անգամ ոչ քրդական տարածքներում կամ ասենք Ադրբեջանի հետ սահմանի մասում, այլ հենց արևմտյան հատվածը, ավելի շատ Թուրքիայի եւ Իրաքի հետ սահմանի հատվածներում, այդ կողմերում են գտնվում այդ խմբերը եւ շատ դեպքերում քաղաքներում կազմակերպված բունտերը իմ խմբում կա մի այսպես իրանցիներ կան, որոնցից մեկը ասաց, որ այդ քաղաքներում շատ քիչ են բնակիչները, որտեղ ցույցերը տեղի ունենում, ուրեմն այդ քաղաքներ այլ վայրերից մարդիկ են բերել եւ ոստիկանությունը այո գործում է նրանց ձերբակալում է բավականին մեծ քանակի որջեր են գտել եւ այլն եւ ես ուղղակի ներկայացնում եմ դինամիկան այն հանգամանքի ինչպես են ԱՄՆ եւ Իսրայելը դիրիժորի փայտիկի հմտությամբ թավշյա գործողություններ իրականացնում Իրանում եւ որ դա նախերգանք է իրենց ցանկացած իրենց երազանքի այսպես հարվածին, ասենք Տրամպը ասում է, ես չեմ ուզում, որ այնտեղ հարվածներ հասցնենք, բայց կուլմինացիան նա է, որ Տրամպը այսօր ուղղակի ստատուս է գրել, որ եթե Իրանի իշխանությունները ինչ-որ ձևով հանկարծ կրակ բացեն կամ վնաս հասցնեն ցուցարարներին, ապա ԱՄՆ կմիջամտի ի պաշտպանություն այդ ցուցարարների, ինչին ի պատասխան Անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին բավականին կոշտ հայտարարություն է արել, Իրանի պարլամենտի խոսնակ Ղալիբաֆն բավականին կոշտ հայտարարություն արել, որտեղ իրենք նշում են, որ նախ դա Իրանի ներքին գործերի հարցն է, երկրորդ Ղալիբաֆի հայտարարությունում ասված է, որ եթե ԱՄՆ նման քայլի գնաց, ապա ԱՄՆ-ի ցանկացած կոնտինգենտ տարածաշրջանում, որտեղից որ Իրանի դեմ ինչ որ հարձակումներ կնախաձեռնի ԱՄՆ, կհայտնվեն Իրանի ուղակի թիրախում եւ դրանք կհամարվեն օրինական թիրախ։ Բայց այսինքն ներքաղաքական ապակայունացման պայմաններում Իսրայելը եւ ԱՄՆ նպատակ են հետապնդում այնպիսի քաոսային մթնոլորտ ստեղծել, որի պայմաններում հնարավոր կլինի դրսից հարձակում գործելը, այնպես որ առնվազն մի քանի օր շարունակ Իրանի Իսլամական Հանրապետության ներսում ուժայինները չկարողանան դրան ինչ-որ պատասխան տալ։ Ես այդ հանգամանքն եմ ուզում ներկայացնել, այդ վիճակագրական տվյալները, որ այդպես գալիս են, քարտեզները, որ այդքան տրվում են, ցույցերի ուժգնությունը, որակը, որ անընդհատ նկարագրվում են, անգամ դիտարկվում է, դա հիբրիդային պատերազմ է, որովհետև ինքը պատերազմ է, ինքը ապօրինի գործողություններ են, այսինքն օրինակ այսօրվա Մոսադի գրած հայտարարությունը ուղղակի այսպես զավեշտալի է, որովհետև ձեր ինչ գործն է, այսինքն այստեղ որ իրենք ուրեմն խոսում են, ասում են, որ եթե Իրանի ժողովուրդը ինչ որ ազատություն է ուզում, նախ որ Մոսադը գրում որ ինքը Իրանի ժողովրդի կողմից է, բլա բլա բլա, բայց ասում են, որպեսի Իսրայելը անկախ պետություն դառնա, նա զոհաբերել է իր զորամբողջ 9%-ը իր ժողովրդի, Իրանի դեպքում Իրանի չափերը հաշվի առնելով, դա Իրանի դեպքում կպահանջվեն 800,000 մարդկային զոհեր։ Ասենք իսկ չի լինի, ոչ մի զոհ չի լինի, դուք վեր ընկնեք ձեր քունջխում, կյաշ դեբիլնել են, նարնջագույն դեբիլնել, չգիտեմ, լոշվի իր օջախում ու նոր տարվա օրերով դուք այս ապուշություններով չզբաղվեք, բայց ոչ, որովհետև ժամանակը վազում է եւ Իրանի հետ կատարվող այս գործողությունները ուղղակի կապ ունեն Ուկրաինայի պահով Ռուսաստանի հետ գնացող բանակցությունների հետ, ուղղակի կապ ունեն այն ամենի հետ, ինչ փորձում է իրականացնել Իսրայելը ԱՄՆ-ի հովանու ներքո Լիբանանում, իսկ դա Լիբանանի դեմ հարձակումն է, նրանք ուլտիմատում են տվել Լիբանանին, ուլտիմատում են ներկայացնում Հեզբոլլահին, դուք պետք է զենքերը հանձնեք, բայց Լիբանանի հետ սահմանված զինադադարի համաձայնագրին տառերից, օրենքի տառից այդ համաձայնագրում արտացոլված բխում է, որ Իսրայելը պետք է դուրս գա 5 նշված շրջաններից Լիբանանի հարավում, որպեսի դրանից հետո նոր Լիբանանի իշխանությունները ինչ որ այդ կարգի գործողությունների անցնեն Հեզբոլլահի հետ բանակցություններով։ Ես տարբեր անգամներ անդրադարձել եմ ինչ միջոցներով է շանտաժի ենթարկում ԱՄՆ Լիբանանի կառավարությանը, որովհետև ստիպել Լիբանանի կառավարությանը այս պայմաններում, երբ որ Իսրայելը հարավից դուրս չի եկել, փորձել զինաթափել Հեզբոլլահին, դա նույն հավասարազոր է Լիբանանում քաղաքացիական պատերազմի հրահրման, այսինքն պալյուբոմ ու պատերազմ է ստանում։ Եվ Իրանում կատարվողը շատ հետաքրքիր ձևով է, որովհետև ԽՍՀՄ փլուզումն էր մի տեսակ այդ մեթոդով կատարվել, ես այդ մասին գրել էի, ինչ որ այսպես դրանք այլ կերպ ընթերցող մեկնաբանություններ ստացա, որոնք ամենևին տեղի չէին, ուզում եմ խնդրո առարկային վերաբերենք, ինչպիսին որ իր էությունն է։ Ռայիսի սպանությունից հետո
Բժշկյանի կառավարությունը բավականին թույլ մարդկանցից է բաղկացած։ Ինքը ամբողջապես ռեֆորմիստական չէ, բայց ինքը չունի այդ կուր պահպանողական ջիղը, որը հատուկ է Ռայիսի Աբդուլլահյան գծին։ Եվ ես հիշեցնեմ, որ ես նշել էի, որ Էրդողանը պատրաստվում է Խամենեի հետ հանդիպել, այսպես խոսվում է, Ռայիսի մահից առաջ Էրդողանը պետք է Ռայիսին էլ հանդիպեր, ու այս այդ զուգահեռները տարա, իսկ Խամենեին սպանելը մնում է օրակարգում, ինչպես որ մնում է օրակարգում Պուտինի դեմ մահափորձ կատարելը, որովհետև եթե դու ստեղծում ես ներքաղաքական ապակայունացնող վիճակ կամ Դվարցովի Պիրիվարոտ, որը փորձում է Ռուսաստանում այսպես այդպիսի սցենարներ խաղարկել, ապա դու կարող ես երկրի ղեկավարին հեռացնել ու այդ ձևով մոտենալ խնդրին։ Իրենք այդ են ուզում անեն, այսինքն մենք ոչ թե պետք է հասկանանք մամլո ուրեմն տված փոքրիկ փաստարկների գծած նկարի շրջանակում, այլ հասկանանք այն իրադարձությունների շղթայում, որտեղ նման նորությունները փաստագրելը արդեն իրողություն է դարձել, որովհետև թույլ կառավարությունը բժշկյանի հող է նախապատրաստել այնպիսի տնտեսական ձախողումների, ինֆլյացիայի, վառելանյութի պակասի, հացի գնի, ընդհանրապես գնաճի ամենակարևոր պրոդուկտների մասով, որ կա այդպիսի օբյեկտիվ պարարտ հող, որի հիման վրա դու ժողովրդին դուրս կանես փողոց, դրա համար էլ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները ասում են, որ այն անձինք, ովքեր ցույցեր են անում ճիշտ գների սահմանման մեխանիզմ են պահանջում եւ այլն, կոպիտ ասած ուզում են այնպիսի գործիչներ կառավարությունում տեսնել, որոնք հատուկ են Ռայիսի իշխանությանը, որ նրանք կարողանում են այդ ինֆլյացիան որոշակի կոնտրոլի տակ պահել, որոշակի ավելի այսպես ճիշտ քաղաքականություն են վարում քաղաքացիների հետ։ Իսկ հիմա կոնֆլիկտներ կան այս կառավարության կազմում փոխնախարարների մակարդակով, նախարարների մակարդակով կան որոշակի քաղաքական ուղղվածություն ունեցող, որտեղ Իրանն էլ իր ստվերային, իր խորքային պետությունը ունի, այդ խորքային պետության տարեր ներկայացնող անձանց ունի, կլաններ ունի, օլիգարխատ ունի, ամեն ինչ ունի։ Իրենց ազդեցության ոլորտում գտնվող նախարարների ձեռքով ստեղծվել է այս իրավիճակը, որ մարդիկ կարող են դուրս գալ ցույցի։ Պաշտոնյաները ասում են, այդ ցույցերի ժողովուրդը մեր մարդիկ են, մեր եղբայրներն են, բայց այն տարրերը, ով որ նրանց շարքեր կներթափանցեն, որպեսի ահաբեկչական, զանգվածային ահաբեկչական գործողություններ կազմակերպեն, իսկ տիպիկ մերձավոր արևելքի բոլոր կոնֆլիկտներում այդ մեխանիզմն է օգտագործվել, Լիբիա ասեք, Եգիպտոս ասեք, Սիրիա ասեք, Թունիս ասեք, Ալժիր ասեք, անընդհատ դա Սիրիան չէ, անընդհատ դա օգտագործվում է, անընդհատ նույն բանը, որովհետև ահաբեկչական արյունը երբ որ թափվում է, արդեն ամեն ինչ դառնում է անդառնալի, դառնում է քաոսը, դառնում է անկառավարելի։ Այդ է իրանց նպատակը։ Այսինքն դու կարող ես շատ ուժեղ բանակ ունենալ, դու կարող ես զենք ունենալ, դու կարող ես զորք ունենալ, ոնց որ ուներ ԽՍՀՄ, բայց ԽՍՀՄ-ում էլ տարօրինակ մահեր եղան, հետո իշխանության եկավ ինչ որ տենց Գորբաչովի սաստավը, որից հետո դեռ շատ ավելի վատ սաստավ եկավ, որոնք այդ դեֆիցիտը ստեղծեցին, որոնք այդ Աֆղանստանի խայտառակությունը ստեղծեցին, ու առհասարակ այդ գլասնես պերիստրոյկա գրողուսև ջանդամություն, եթե կարեն Չինաստանի մոդելով նորմալ կառավարել դարձնեն իրավիճակը ու կատարեն բարեփոխումներ, ինչպես որ հանրաքվեում քվեարկել էր ԽՍՀՄ ողջ ժողովուրդը։ Իսկ իրանք արեցին ներսից Պիրիվարոտ, իրանք արեցին Բելավերսկայա Պուշչա, որը չի կարելի։ Այսինքն այս բոլոր մեթոդները իրանք ապրում, իրանք տեղի են ունենում։ Չի անդադրում արևմուտքը այդ նույն մեթոդներով, մեխանիզմներով իր գործողությունները հետ չի կանգնում։ Ինքը չի նստում բանակցում եւ համապատասխանում բանակցության ընթացքում իր վարքագծով միջազգային հանրային նորմերին, որոնք պահանջում են այդ բանակցությունները կատարելիս։ Ուրեմն այստեղ ոչ թե մենք ասում ենք, որ այո, հեսա ԱՄՆ-ը Իսրայելը կհարձակվեն, իրանք հաջողություն կո իրանք կհաղթեն եւ այլն, մենք փորձում ենք հասկանալ ինչի են իրանք սա անում, ինչ նպատակ են հետապնդում։ Իրանք ասում են մենք հիմա դիտարկում ենք, մենք հիմա նստած նայում ենք, տեսնենք ցույցերը ինչ բնույթ են ունենալու։ Ով է կրակելու ցուցարարների վրա, որպեսի ԱՄՆ-ի նախագահն էլ ասի, օ, կրակեցիր ցուցարարի վրա, գալիս եմ ցուցարարին պաշտպանելու։ Այդպես սկսեց Սիրիան։ Որպեսի Սիրիայի իշխանությունը կրակ չբացի Սիրիայի քաղաքացիների վրա, մենք կգանք եւ կռմբակոծենք բոլոր սիրիացիներին, ընդ որում հիմա Սիրիայում տեղի են ունենում էթնիկ զտումներ։ Կոնկրետ հստակ էթնիկ զտումներ, դրանք կանգ չեն առել, որովհետեւ Իսրայելը կանգ չի առնում, որովհետեւ ԱՄՆ-ը եթե ոտքը քաշեց տարածաշրջանից,
Ինքը գեոքաղաքական կարևոր որոշող օղակ դադարում է լինել ամբողջ Եվրասիայով մեկ, ինքը այդ ամբողջ կառուցվող ենթակառուցվածքային համակարգերի վրա որևէ վերահսկողություն, որևէ ուժ չի ունենալու։ Նոմր չի կարելի նստել ու ինչ-որ տենց բեսեդկայի մակարդակով բան անել, ինչ-որ գումար խաղակ։ Ըստ է շահելու ենք, ըստ է Իսրայելն է հաղթելու, ըստ է հեսա, Իրանը չի թողի, ըստ է եսիվ ինչը չի թողի, հա ԽՍՀՄ-ն էլ չէր ուզում թողներ, այս ինչն էլ չէր ուզում թողներ, որքանով են նրանք զգոն, որքանով է իրենք նաև սրանով փորձում են ռուս-իրանական, իրանա-չինական հարաբերությունների ճկունությունը եւ դիմացկունությունը ստուգել, իսկ դա անընդհատ է կրկնվելու, բայց ամեն կրկնվելուց, որ հետնել տարատեսակ սանկցիաների եւ այլնների միջոցով օգտագործվում է որոշակի էլիտաների խաղով, պրոարևմտյան էլիտաների խաղով, այս 3 երկրներում էլ անընդհատ այդ տեստի տակ դրվում այդ բոլոր հարաբերությունները, այդ եռանկյունու հարաբերությունները ու ոչինչ չի փոխվելու, այսինքն այն որ տես ներկայացնում են Ռուսաստանը այլևս չի դիտարկվում թշնամի պետություն ԱՄՆ-ի ազգային անվտանգության ծրագրում, այլ Եվրոպան է դիտարկվում, չգիտեմ ինչ, փոքրիկ բառախաղ է դա, իրականում էությունը մոտեցման ԱՄՆ-ի չի փոխվել, ուղղակի փոքրիկ այսպես թոզ են փչել Ռուսի աչքին, ես չեմ ասում որ ռուսը դրան հավատացել, ես ասում իրանք թոզ են փչում։ Որ չէ, տեսեք, մենք բանակցում ենք Ուկրաինայի շուրջ, հիմա մենք ուզում ենք այդպես ինչ-որ խաղաղություն հաստատենք, համար մենք այլևս այս չենք նայում, Եվրոպան մեծ թշնամի է, Եվրոպան չի ուզում, ու տենց մեծ քաղաքական PR է արվում, Եվրոպայում էլ, ԱՄՆ-ում էլ, որ բացեք քաղաքական, գեոքաղաքական բլոգոսֆերան, անընդհատ ներկայացնում է, բարև Ֆրեդի, բարև Ջենիկաս, անընդհատ ներկայացնում է, որ Եվրոպայի որ երկրներն են, որ չեն ցանկանում, որպեսզի Ռուսաստանը եւ ԱՄՆ-ը վերջապես լուծեն Ուկրաինայի խնդիրը։ Ինչ-որ sense էլի, որ արդեն ԱՄՆ-ը եւ Ռուսաստանը արդեն միասին, Եվրոպային տենց խաղից դուրս են հանում եւ այլն, նո, այս սաղ շարունակվում է։ Արևմուտքը կոորդինացնում է Իրանում այդ իրադարձությունները եւ տեստավորում է, որպեսզի հետո դա օգտագործի նաեւ Ռուսաստանում եւ մասամբ դա այդ մահափորձը, այդ հարձակումը Պուտինի ռեզիդենցիայի դեմ դրա մասին է խոսում, Իրանում էլ Խամենեի դեմ է ուղղված այս ամեն ինչը։ Չինաստանին չեմ ուզում անդրադառնալ այս փոքրիկ տեսանյութի շրջանակներում, ուզում եմ ընդգծել, որ փորձերը արվում են, ինչպես տեսնում եք աննկուն կերպով, տեսնում եք ուրեմն հետնաբեմային կոնկրետ կոորդինացիոն աշխատանքներ են կատարվում, եւ դատելով հայտարարություններից, որ կատարում է Նետանյահուն, իրանք ինչ որ այսպես այլ թաքնված խաղաքարտեր ունեն, առայն որպեսի այդ ցույցերը դառնան մասսայական, եւ որ իրանք նախապատրաստվել են, որպեսի այսպես ագրեսոր խմբավորումներ, ահաբեկչական խմբավորումներ խառնվեն խաղաղ ցուցարարներին եւ իրականացնեն զանգվածային ահաբեկչական գործողություններ, արյուն թափեն ոչ միայն Թեհրանի փողոցներում, Իրանի ամենատարբեր քաղաքների փողոցներում, ու եթե արևմտյան կողմից Իրանի արևմտյան հատվածի ցույցերը շարունակվեն մասսայական եւ այլն, բնականաբար իրանք սկսելու են ինչ-որ պահի ակտիվացնել մյուս շրջաններին եւս։ Այսքանը այս պահի դրությամբ կարող եմ ներկայացնել, այս պահի դրությամբ առհասարակ պարզ չէ, թե ով ում դեմ ինչպես գործողություն կանի, Ես կարող եմ ասել, որ Տրամպը այսպես անընդհատ ասում է, այ հիմա դադարեցրեք այս ամեն ինչը, եկեք իմ թելադրած, պարտադրած ավելի ճիշտ, պայմանների տակ ստորագրեք, հետս համաձայնության եկեք, ու այսաղ իբր թե կդադարի, իսկ դա չի դադարելու, այսինքն անում է այն, ինչ որ նույն Տրամփ-Նետանյահուի ուզածով Ալիևը դրեց չերես կոկոլ ու պարտադրեց հայ ժողովրդին, այսինքն նույնիսկ եթե դու ինչ-որ բան ստորագրում ես կամ ինչ-որ խաղաղությունից ես խոսում կամ ասում ես, հա լավ Արցախի 5 շրջանները կտա Մեսիանեյան, չէ, դու բարձում ամբողջ Արցախն ես հետո տալիս, հետո Հայաստանն ես սկսում տալ։ Նույն մեխանիզմն է, ես այս լուսաբանումները ներկայացնում եմ եւ վերլուծությունը գրավոր որ ներկայացրել եմ, նրա համար է, որպեսզի մենք հասկանանք մեխանիզմը, մեթոդաբանությունը, այլ ոչ թե ասենք ես Իսրայելի կողմից եմ, ես Իրանի կողմից եմ։ Ուրեմն, եթե ես Իսրայելի կողմից եմ կհաղթի Իսրայելը, եթե ես Իրանի կողմից եմ կհաղթի Իրանը։ Նո, հեքիաթում հաղթումը խելացին։ Առնվազն հայկական հեքիաթներում, ռուսական հեքիաթներում հաղթումը խելացին։ Իսկ խելացին չի խոսում անձերից։
խոսում է process-ից, մենք երևույթից եկեք խոսանք, ինչ երևույթ է տեղի ունենում։ Թավշյա հիբրիդային պատերազմ մասշտաբային տարածաշրջանային պատերազմի նպատակով, այդ մասշտաբային տարածաշրջանային պատերազմ հրահրելու նպատակով, որը անվտանգության ցենզը տարածաշրջանի կզրոյացնի։ Եվ եթե չհաջողվի այս փորձը, ապա ընթացող այսպես կոչված ճակերտի մեջ դրած բանակցությունները Գազայի հարցի շուրջ, Լիբանանի հետ սահմանի շուրջ, Սիրիայում կատարվողը ուղղակի այս ցեղասպանական իրավիճակը, որ շարունակվում է, նույն ձևի շարունակվելու է։ Այսինքն աջ գնաս քեզ սպանում են, ձախ գնաս քեզ սպանում են, բանակցային ճանապարհ ընտրես քեզ սպանում են, ընտրես դիմակայելու ճանապարհը քեզ սպանում են։ Հարցը կայանում է նրանում կկարողանան Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը միասին համակարգված ձևով պատասխան տալ այս ամենին, այն նպատակով որ վերջ դրվի այս կապիկություններին։ Ու տեսնենք 90-ականների ոճի սցենարներ հենց ԱՄՆ-ում, այսպես քաղաքացիական պատերազմից 5 պակաս իրավիճակ հենց Եվրոմիությունում, ինչքան կարելի է այս տատու թվի դասագրքային Ջին Շարպյան ապուշ մեթոդաբանությամբ անընդհատ կեղեքել ամբողջ ռեգիոններ, ամբողջ ազգեր եւ ատելություն սերմանել եւ պատերազմի քարոզ տանել եւ միջուկային զենքի մասին խոսել քմծիծաղով, հռհռոցով, 800,000 հոգի մարդ թող մեռնի, եթե դուք ուզում եք ազատ լնեք, ինչ որ տենց յանը իրանք էլ ազատ են, որ իրանք է 0.9-ն են իբր թե զոհաբերել, ինչի զոհաբերում, ինչ գործ ունես, Պաղեստինցու հողի ու տան մեջ գնաս ապրես։ Ոչ։ Իսրայելը անգլո-ամերիկյան կոնգլոմերատի խորքային պետության ռազմական բազան է, բաց երկնքի տակ մերձավոր արևելքում, որպեսի այնտեղից ապահովի պետրոդոլարի հավիտենականությունը, պետրոդոլարի հավիտենականության շուքի ներքո պարտադրվող ֆինանսատնտեսական համակարգը ցանկացած գլոբալ արտերիալ ենթակառուցվածքային համակարգի վրա, որից այդ ճանապարհների շուրջ տարածաշրջաններում ապրող ժողովուրդները անընդհատ պետքա հարկ վճարեն այդ անգլո-ամերիկյան օվկիանոսի ծանդին բնակվող ապուշ տերերին, ասենք որ մեղքի համար էլի, ինչի։ Դա կոչվում է գաղութատիրություն։ Կամ ինչպես ասում են սովետական դասագրքերը, իմպերիալիզմ, իսկ մենք դալոյ, մենք իմպերիալիզմ չենք սիրում ախպեր ջան, մենք իսկականից ազատ մարդիկ ենք։ Այս է կատարվածը, չի կարելի շատ արագ վազել եզրակացությունների կամ այսպես կողմ պահել։ Պետքա տեսնել ինչ է կատարվում։ Ու ամեն կատարվածի հիման վրա դինամիկ կերպով կատարել ենթադրություններ մեզ համար, մեր ապակայունացման process-ի վրա այդ ամեն ինչը ոնց է ազդելու, մենք ոնց պաշտպանվենք այդ իրավիճակում։ Սրա մասին է։ Շնորհակալ եմ ձեր ուշադրության համար, մինչև հաջորդ անգամ տեսնենք ինչ զարգացումներ կլինեն։ Всё, пока։